Եվրամիությունը Հայաստանի իշխանությունից պահանջել է կրճատել ռուսական բիզնեսի ներկայությունը ռազմավարական ոլորտներում և թույլատնել Մոսկվայի հետ հումանիտար կապերը, դրա դիմաց շահարկելով վիզաների ազատականացման հեռանկարները, հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը։ Ըստ ռուսական կողմի Բրյուսելում գիտակցում են, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում անխուսափելիորեն խորը տնտեսական ճգնաժամ է սկսվելու։ Միևնույն ժամանակ Եվրամիության սեփական տնտեսական խնդիրները թույլ չեն տա Բրյուսելին փոխհատուցել Երևանին այդ քայլի պատճառով առաջացած միլիարդավոր դոլարների կորուստները, առավել ևս, որ եվրոպական շատ երկրներ արդեն հայտարարել են, թե պատրաստ չեն բացել իրենց շուկաները հայկական ապրանքների համար։ Ռուսաստանի հետախուզական գերատեսչությունը շեշտել է, որ կոնկրետ աջակցության տրամադրման հնարավոր ուշացումները Եվրոպա մտադիր է պատճառաբանել նրանով, թե միությանը անդամակցումը լիովին կախված է հենց Հայաստանի ձեռքբերումներից։ Արտաքին հետախուզության ծառայությունը նաև նշել է, որ Բրյուսելը չպետք է հույս ունենա, թե ԵԱՏՄ երկրները ջրի երեսին կպահեն երևանյան քաղաքական անձնակազմին և կհովանավորեն նրանց մարաթոնյան լողը դեպի Եվրամիություն։ Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հանրաքվեի կոնկրետ ժամկետներ Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազանգի ընթացքում չի նշել, հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ըստ նրա, Փաշինյանը ժամկետներ չի նշել, բայց ընդգծել է նման հանրաքվեի շուտապույտ անցկացման անհրաժեշտությունը, ասել է Պեսկովը լրագրողներին, պատասխանելով Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի անցկացման կոնկրետ ժամկետների մասին հարցին։ Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից երեկ հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հնարավոր է համարել ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի անցկացումը միայն Եվրամիությանը պաշտոնական հայտ ներկայացնելուց հետո։ Ռուսաստանի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսով են խոսել։ Ըստ Կրեմլի մամուլի ծառայության երկրների առաջնորդները քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցեր։ Պուտինը ու Ալիևը շեշտել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցողական բնույթը ու կառավարությունների և համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության ակտիվացումը։ Կողմերը վերահաստատել են փոխշահավետ համագործակցությունը հետագայում ընդլայնելու փոխադարձ պատրաստակամությունը։ Նախօրեին հայկական կողմի նախաձեռնությամբ Պուտինը հեռախոսով խոսել էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վանաձորի բուլղարական թաղամասի վագոն տնակներից մեկի մոտ 3-6-ամյա աղջկա մարմին է հայտնաբերվել։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով երեխային հայտնաբերել է քույրը։ Նախաձեռնվել է քրեական վարույց սպանության հատկանիշներով, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Սպուտնիկ Արմենիայի տեղեկություններով երեխայի մահվան պատճառ է դարձել դժբախտ պատահարը։ Մելիք գյուղում մորը դաժանաբար սպանելու համար մեղադրվող 20-ամյա տղան կտեղափոխվի հոգեբուժարան։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում մերձավոր ազգականի մասնակցությամբ սպանություն կատարելու հատկանիշներով։ Հաշվի առնելով քրեական վարույթում առկա փաստական տվյալները, նրա նկատմամբ անվտանգության միջոց բժշկական հսկողություն կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, որը դատարանը բավարարել է։ Բաքվում ընթացող մինչև 17 տարեկանների հունարոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները վստահ հաղթանակներով են սկսել պայքարը։ Ժանես Նազարյանը 9-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ եւ դուրս եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Հաջողության է հասել նաեւ Գևորգ Հարությունյանը, որը ժամանակից շուտ առավելության է հասել Հունգարիայի ներկայացուցչի նկատմամբ եւ նույնպես նվաճել քառորդ եզրափակչի ուղեգիր։ Հարությունյանի հաջորդ մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչը։ Քրիստոնեական տաճար է վնասվել Լիբանանի հարավում իսրայելական հրետակոծության հետևանքով։ Ըստ որոշ լրատվամիջոցների Իսրայելի պաշտպանության բանակի հարվածը ավերել է նաև նույն վայրում գտնվող մզկիթ։ Ավելի վաղ հուլիսի 15-ին ձեռք բերված հրադադարի ֆոնին իսրայելական հրետանին հրթիռակոծել էր Տալուս և Մարկաբա բնակավայրերը։ Ռուսական զինուժը ռեակտիվ ԱԹՍ-ներով հարվածել է Նիկոլաևի նավահանգստում գտնվող 2 բեռնատար նավի։ Բացի այդ հարվածներ են հասցվել Կիևի մարզում գտնվող ռազմական պոլիգոնին։ Նախնական տվյալով հարվածների հետևանքով զոհվել է 10 մարդ, 100-ը վիրավորվել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է ԱՄՆ։ Այսօր նա Սպիտակ տանը Երևանի ժամանակով ժամը 17:35 հանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նա հայտնել է, որ նախատեսում է հանդիպումներ ունենալ նաև ամերիկյան թիմի եւ այն ներկայացուցիչների հետ, որոնք կարող են աջակցել Ուկրաինային։ Առաջնահերթությունը հակահրթիռային պաշտպանությունն է եւ Ամերիկայի հետ ռազմավարական համագործակցություն է։ Աշխարհը պետք է ավելի մոտ լինի խաղաղությանը, գրել է Զելենսկին իր Telegram-յան ալիքում։ Ըստ մամուլի Ուկրաինան եւ ԱՄՆ-ն համաձայնեցնում են խաղաղության նոր առաջարկների փաթեթ, որը նախատեսվում է ներկայացնել Մոսկվային։ Հնարավոր է հանդիպման ընթացքում քննարկվի նաև Զելենսկու եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ուղիղ բանակցությունների կազմակերպման նոր փորձը։ Այնուհետև Երևանի ժամանակով ժամը 19-ին Թրամփը հանդիպում կունենա Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Իրանը ինքն է խնդրել հանդիպում անցկացնել միջնորդների միջոցով եւ ուղղակիորեն, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նշել է, որ կողմերը արդեն բանակցում են եւ հնարավորություն կա համաձայնագրի հասնելու։ Թրամփը շեշտել է, որ առանց ԱՄՆ-ի կոշտ գործողությունների Թեհրանը չէր համաձայնի երկխոսության եւ նշել, որ նավերին պատճառված վնասը փոխհատուցելու համար կօգտագործվեն իրանական սառեցված միջոցները։ Անդրադառնալով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ սպասվող հանդիպմանը, ԱՄՆ նախագահը նշել է, որ Իրանի հարցում իրենց դիրքորոշումները բավականին մոտ են։ Այնուամենայնիվ Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու վերաբերյալ Նեթանյահուի առարկություններին ի պատասխան Թրամփը շեշտել է իր անկախությունը, հայտարարելով, որ ոչ ոք չի կարող իրեն թելադրել, թե ինչ վաճառեն եւ ինչ ոչ։ Նա Թուրքիան անվանել է հիանալի դաշնակից, ընդունելով, որ Անկարան Իսրայելի եւ անձամբ Նեթանյահուի մեծ երկրպագուն չէ։ Վլադիմիր Զելենսկիի այն մեղադրանքներին, թե Ռուսաստանը Իրանին արբանյակային լուսանկարներ է տրամադրում, ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ այդ հարցը կճշտի անձամբ Վլադիմիր Պուտինից, թեև նշել է, որ դա էական ազդեցություն չի ունեցել իրավիճակի վրա։ ԱՄՆ պատվիրակությունը Ֆրանսիայի հետ դիվանագիտական հակամարտության պատճառով ցուցադրաբար լքել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի Ուկրաինայի հարցով նիստը։ Սկանդալը սկսվել է այն բանից հետո, երբ անցած ուրբաթ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան երկարաձգել էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրկի մանդատը։ Սակայն ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ եւս մի քանի երկրներ դեմ էին քվեարկել։ Ժնևում Ֆրանսիայի առաքելությունը կտրուկ արձագանքել էր այս ամենին, հայտարարելով, որ ԱՄՆ-ն այլևս մարդու իրավունքների փարոս չէ եւ կանգնած է Հյուսիսային Կորեայի, Նիկարագուայի, Մալի եւ Ռուսաստանի հետ նույն շարքում։ Ամերիկյան ներկայացուցիչ Դեն Նեգրեան այսօր դահլիճից դուրս գալուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի լսի քաղաքականացված դատարկախոսությունը եւ չի հետևի Ֆրանսիայի կեղծավոր կեցվածքին։ Հրդեհ է բռնկվել Բարսելոնայի Կլոդ եւ Գլորիես մետրոյի կայարանների միջև, տուժել է 137 մարդ։ Գնացքի մեքենավարը մոտ 50 մետր հեռավորությունից նկատել է կրակը, շտապ արգելակել եւ ահազանգել արտակարգ ծառայություն։ Թեև նման իրավիճակներում խորհուրդ է տրվում սպասել հրշեջների ժամանմանը, վագոններում առաջացած խիտ ծխի պատճառով շնչելն անհնարին է դարձել։ Այդ պատճառով ուղևորները բացել են դռները եւ վազել թունելով։ Հրդեհի բռնկման պահին մետրոյում եղել է շուրջ 300 մարդ։ Չիլիում առատ անձրևների եւ ուժեղ քամիների հետևանքով առնվազն 3 տորնադո է գրանցվել։ Աղետը վնասել է տասնյակ տներ, ցանքատարածություններ, էլեկտրագծեր եւ փակել ճանապարհներ։ Տուժել է 107 մարդ, կա 1 վիրավոր։ 41 բնակիչ տեղափոխվել է ժամանակավոր կացարաններ։ Զոհերի մասին տեղեկություն դեռևս չկա։ Ճապոնիայի հարավում 7.1 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումներից անմիջապես հետո երկրում հայտարարվել է ցունամիի սպառնալիք։ Երկրաշարժից փլուզվել է Կումամոտոյի միջնադարյան ամրոցի պատը։ Իշխանությունները հորդորել են ափամերձ շրջանների բնակիչներին պահպանել զգոնություն։ Զինեդին Զիդանը պաշտոնապես նշանակվել է Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ 54-ամյա ֆրանսիացին նախկինում 2 անգամ գլխավորել է Մադրիդի Ռեալը։ Արքայական ակումբի ղեկին նա 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 2 անգամ նվաճել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, Իսպանիայի սուպեր գավաթը, UEFA-ի սուպեր գավաթը եւ աշխարհի ակումբային առաջնության գավաթը։